Արագածոտնում քաղաքացիական պայմանագրի հավաքին դասի ժամին ուսուցիչների և աշակերտների կազմակերպած մասնակցությունից 2 օր անց իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման նոր ահազանգ կա։ Ընդդիմադիր միասնության թևերի վարչապետի թեկնածու նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը այսօր ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի կին Արմավիր վարչապետի այցին ընդառաջ հրահանգում է ուսանողներին քաղաքացիական պայմանագրի հավաքին մասնակցել։ Ըստ Թաթոյանի կինը դասախոս է հրահանգնել Արմավիրի տարածաշրջանային քոլեջի ուսանողներին էր ուղղված։ Ես հասկանում եմ, որ գյուղերից տեղից ունենք եկողներ, չի բացառվում, որ չկարողանան գալ։ Նրանք, ովքեր շատ հեռվից են գալի, հնարավոր է, խնդիր չկա, ասենք, մի քանի հոգու բացակայություն, ոչինչ, բայց նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու նամանավանդ քաղաքի բնակիչներ, խնդրում եմ, ես եմ գալու ժամը 5-ին հրապարակում, ովքեր այնպես չանեք, ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես ձեզ եմ հանձնարարում եղեք, այնպես չանի, որ ես բնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ 2 խմբից ոչ ոք չկա։ Նայեք, տեսեք, ես պիտի իմ տնօրինության երեսը պարզանեմ, դուք էլ եք։ Այստեղ տեղի է ունենում բացահայտ պետական ռեսուրսի չարաշահում, պետության հարկադրանքի լծակները օգտագործվում են քաղաքացիներին ստիպել աջակցել իշխող կուսակցությանը, պետության հարկադրանքի լծակները օգտագործվում են ընդդիմությանը եւ նրանց աջակիցներին ճնշելու ահաբեկելու համար, հարկադրական լծակներով նաեւ քաղաքացիներին ձերբակալելով ընդդիմության նկատմամբ ճնշումներ են գործադրում եւ նաեւ լուծում են գտել, սխեման ինչպես է աշխատում, վերևից ճնշում են տնօրենների, ուսուցիչների, մանկավարժների նկատմամբ, հետո իրենք մեջից չոր դուրս գալու համար ծառայողական քննություններ են իբր թե նշանակում, պատասխանատվություն են ենթարկում, բայց տակը մնում է, նրանց դերակատարությունը ստացվում է որևէ անգամ չի քննարկվում։ Սա փաստորեն վերջին 3 օրում վարչական ռեսուրսի չարաշահման 2-րդ մեղադրանքն է, որ ուղղվում է իշխող ուժին։ Ձայնագրություններում ենթադրաբար լսվում է Արմավիրի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լուսինե Գրիգորյանի ձայնը, ով դասավանդում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում։ Իմ գործընկերոջը հաջողվել է կապ հաստատել Գրիգորյանի հետ, թեև զրույցը շատ կարճ է տևել։ Դա Ալո, բարև ձեզ։ բարև ձեզ։ Լուսինե Գրիգորյանի հետ եմ խոսում։ Այո։ Ազատություն ռադիոկայանից են ձեզ զանգահարում, իմ անունը Նաիրա է։ Քիչ առաջ Արման Թաթոյանը ասուլիս է տվել եւ խոսել է, որ Արմավիրի քոլեջներից մեկի դասախոսը ուսանողներին հրահանգել, խնդրել է, որ մասնակցեն ԿՊ-ի Ուրեմն պաշտոնապես արդեն հասկացան չմասնակցել։ Լսում եմ ձեզ ասեք, որ մենք եթերել տանք։ Հայտարարում եմ ոչ մեկին ոչ մի հրահանգ չեմ տվել, բանսակցությունա իմ անձի նկատմամբ քաղաքական մոտիվներով մարդիկ փոխում են սակին։ Այսքան բան, սրանից ավել բան ինձ խնդրում եմ չանհանգստացնեք։ Ձեր ձայնն է, բայց այդ Իսկ իրավապահները պատրաստվում են ընթացք տալ Արման Թաթոյանի բացահայտմանը։ Գլխավոր դատախազությունից ազատությանը փոխանցել են, եթե դիմում լինի օրենքով սահմանված կարգով կզբաղվեն, այսինքն միայն Թաթոյանի ասուլիսը բավարար հիմք չէ։ Փորձել ենք նաև իշխող ուժից մեկնաբանություն ստանալ քաղաքացիական պայմանագրի վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հրաժարվել է մեկնաբանությունից։ Այս պահին ընթանում է իշխող ուժի հավաքը Արմավիր քաղաքում եւ հարթակից ելույթ ունեցող ԿՊ-ականներից եւ ոչ մեկը դեռևս չի անդրադարձել աղմկահարույց այս ձայնագրությանը։